Միջև խոսքին անդրադառնալ է ես կուզեի, որ բոլորը սրտանց ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Մեզ Մարգարիտ երկի խոսքեր իրոք որ թո Աստված այդ խոսքերի միջոցով գործի մեր բոլորիս կյանքի մեջ։ Ովքեր որ սրտանց ընդունում են Տիրոջ խոսքը, ինչ որ անում է Աստծո կենաց խոսքն անում ինձ համար եւ ձեզ համար։ Մենք պետք է մենք կարողանանք ընդունել մեր սրտի մեջ։ Բոլոր դարերում, բոլոր ժամանակներում Ավետարանի խոսքը գործել է եւ պետք է գործի միջև վերջ առաքյալներից սկսած։ Աստված շատ անգամ խոսել է մարգարեների միջոցով, մենք գիտենք, որ վերջի ժամանակներում, ինչպես առաքյալն ասում, խոսեց իր որդով։ Իր որդով խոսեց ինձ համար եւ ձեզ համար։ Այսօր եկեղեցին եւ մենք պատրաստվում ենք։ Շատ անգամ ասել ենք, որ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Իրոք որ շատ մոտ է։ Նշանները հայտնում են։ Տերը մի կարևոր բան ասեց հետևյալը, երբ որ թզենին բողբոջում է, թզենին չի ծաղկում, թզենին բողբոջում է։ Մարդիկ հասկանում են, որ գարունը մոտ է։ Այս նշանները հայտնում են աշխարհի այս բոլոր իրադարձությունները, անօրինության խորհուրդը գնալով զորանում է։ Հաճախ ես ասել եմ, այն ժամանակ միայն Սոդոմ ու Գոմոր կար Աբրամի ժամանակ Ղովտի, բայց այսօր ամբողջ աշխարհը Սոդոմ եւ Գոմոր է դարձել։ Ահա որ է հիմա։ Ես մի բան ես վերջերս նկատեցի, որ մի դեպք ասում են, որ ճամբարում եղել էր ջոր ավետարանչական։ Դուք լսած կլնեք, որ խառնվել էր ամբողջ Հայաստանը, բանը։ Բայց հետարքիր ես մտածում եմ, Աստված թող բացի բոլորի միտքը, որ հասկանան այսօր ինչքան երեխաներ, մանուկներ ու պատանիներ, տասարներ իրանց տների մեջ կոմպյուտերի առաջ կանգնած է եւ կեղտոտ անմաքուր ով է արգելում իրանց։ Հարց ով է արգելում։ Ով կարող ասել ինչ ես անում։ Համատարած է սա։ Երեք մի երիտասարդ ասում էր, գիտես ինչ, հիպնոզի նման ինձ բռնել է։ Չի թողնում, եղել է ժամանակ պաշտամունքի էլ չեմ եկել։ Հիպնոզի նման բռնում այդ կեղտոտ բաները։ Այո, մարդուն կարողանում է հիպնոզացնել, խախտել, կապել, նորից եմ ասում, ովքեր որ տեղ են տալիս դրան։ Բայց փառք Աստծո, որ մենք այսօր եկել ենք այս տերունական օրով լսելու երկնային խոսքեր։ Դրանք մարդուց չեն, մարդկային գաղափարից չեն բխում, դրանք Սուրբ Հոգուց են։ Թող այդ խոսքերը ներգործեն մեր կյանքի մեջ։ Բոլորս ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Այստեղ մենք նայում ենք Մատթեոս ավետարանում Տեր Հիսուսի խոսքերը, որը գրված է, լավ գիտեք այդ խորհամարը 11:28 խոսքից, Մատթեոս 11:28 խոսքից։ Եկեք ինձի, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձ մեզ սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ եւ ձեր անձերուն հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Ես ուզում եմ կանգ առնել այդ խոսքերը, որ ասում է ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Այն ժամանակ ձեր անձերի մեջ հանգստություն կգտնեք։ Ոչ մի առաքյալ, ոչ մի մարգարե այդ խոսքերը չէր կարող ասել, որ ինձանից սովորեք, որտեղ մարդկային բնության մեջ, ատամական ժառանգության մեջ այդպիսի բնություն չկա, որ մարդը պապերից կամ հայրերից ժառանգի հեզություն եւ խոնարհություն։ Դա Աստծոց պարգև է, գիտեք։ Սա առաջի դասն է։ Հենց անմիջապես ասում է հոգնածներ ու բեռնավորվածներ, որ եկեք, առաջինը ես ձեզ պետք է սովորացնեմ, ինչպես ես հեզ եմ եւ սրտով խոնարհ, եւ ձեր անձերի մեջ ինչ կլինի, հանգստություն կունենաք, եղբայրներ, քույրեր, հանգստություն կունենաք։ Սա սովորեցնում է իրոք որ Սուրբ Գիրքը։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, եթե մենք սովորաբար որ մենք նայում ենք Տիրոջ խոսքին, Միքիա մարգարեն էլ է գրում, Միքիա 6:6 գրված է, Միքիա մարգարության 6-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Տիրոջ առջև ինչով երթամ, հարց է տալիս։ Ինչ անեմ, որ Աստծուն հաճելի լինի։ Տիրոջ առջև ինչով երթամ ու բարձյալ Աստծո առջև
Աստծո արջև ինամ, արդյոք անոր արջև ողջակեզներով, մեկ տարեկան որդերով երթամ, արդյոք Տերը հազարավոր խոյերու կամ բիրավոր յուղի գետերում պիտի հավանի, արդյոք իմ հանցանքիս համար իմ անդրանիկս, հոգուս մեղքիս համար որովայնիս պտուղը տամ, քեզի հայտնեց ով մարդ, քեզի հայտնեց ով մարդ, թե ինչ է աղեկը, և Տերը քեզ մե ինչ կպահանջե, բայց միայն իրավունք կնել, ողորմություն սիրել ու խոնարհությունով քո Աստծո առջև քայլել։ Այստեղ 3 բան է ասում։ Եկեք ուշադրություն դարձնենք։ Բայց միայն ինչ է գրված, ինչ կպահանջե, բայց միայն իրավունք անել, ողորմություն սիրել ու խոնարհությունով քո Աստծո առջև քայլել։ Այդ 3-ը, բայց հիմնական մենք գիտենք, որ խոնարհությունը դա գերագույն բան է։ Խոնարհ մարդիկ սովորաբար իրոք որ նրանք հանգիստ մարդիկ են։ Խոնարհ մարդիկ իրոք որ Աստծուն հաճելի մարդիկ են։ Մովսեսը գրված է երկրի վրա նրա նման հեզ մարդ չի եղել։ Նրա նման խոնարհ անձնավորություն չի եղել։ Եվ այդ խոնարհությունը Մովսեսը իր պապերից չի ժառանգել։ Դուք լավ գիտեք, նա փարավոնի տան է մեծացել։ Հնարավոր է փարավոնից սովորել խոնարհություն, երբևիցե ոչ։ Ոչ էլ հովագան կյանքի մեջ, որը 40 տարիով եղավ, Աստծուց դա պարգև էր, գիտեք, Աստծուց շնորհք է դա։ Ինչի համար է գրված, որ ասում է ունեցվածքը, հարստությունը հայրերից մնացած ժառանգություն է, բայց խոհեմ կինը դա Աստծո պարգև է, շնորհք է։ Լավ բան է, թե վատ բան է։ Ես գիտեմ, որ սովորաբար վիճակ չկա։ Կամ մարդը հպարտ է, կամ խոնարհ է։ Մարդը կամ հպարտ է, կամ խոնարհ է։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, դուք գիտեք, որ մարդու մեջ այդ բնությունը կա, բայց որ նա տեղ է տալիս հարստության կամ պաշտոն է ձեռք բերում, նրա մոտ ավելի է բարձրանում հպարտությունը, ավելի է բարձրանում ոչ թե խոնարհությունը։ Ինչքան ունեցել եք բարեկամներ, հարազատներ, սկզբի շատ մտերիմ եք եղել, բայց որ արդեն պաշտոն ունեցել, ել նրա հետ այդպես չեք հաղորդակցվել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, բայց մի բան պետք է մենք հասկանանք, նա որ Աստծուց ունի, անկախ նրանից որտեղ որ կլինի, այդ խոնարհությունը իր մեջ պահպանվելու է։ Աստծուց տրված շնորհքը իր մեջ պահպանվելու է։ Ես մի դեպք եմ ուզում հիշեցնել, դուք հիշում եք, որ Եստերը տարավ Թակոյի։ Եստերը տարավ Թակոյի, բայց գիտեք ինչ է գրված իր մասին։ Եվ նա, ինչպես անցյալում, այնպես հաճախ մուրդկեի խրատները, խորհուրդները նա լսում էր և կատարում էր։ Իսկ ուրիշ մեկը որ լիներ, երբ որ դառնա Թակոյի, նա մուրդկեին պետք է ասեր, մուրդկե, արդեն դու ինձ պետք է լսես։ Դու իմ խորհուրդները պետք է լսես, ես Թակոյի եմ, ես կարող եմ ասել, հրամայել, բայց մուրդկե բանը, Եստեր այդպես չի եղել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մյուս օրինակը, ովքեր որ հիշում են Նաբաղի մասին, Նաբաղ Կարմեղոսում էր, հարուստ մարդ էր, անզգամ այդպես է գրված, շնաբարո էր, բայց հակառակ իրեն, իր կինը, որ Աբիգայիլ անունը, խոյեմամիտ էր։ Խոյեմամիտ նշանակում է խոնարհ, հեզ անձնավորություն էր։ Երբ որ ինքը գնաց Դավիթին դիմավորելու, որտեղ ինքը չուզեց Դավիթին օգնել իր զորավորներին, միջև գետին խոնարհվեց Աբիգյան, ասեց. Ես չեմ իմացել, որ քո ծառաները եկել են ուտելիք լցնելու։ Նա միջև գետին խոնարհվեց, եւ դրա համար Դավիթը, որ առաջ անգամ տեսնելով իրան, ասեց. Օրհնյալ լինի քո խոյեմությունը, որ դու եկար ինձ դիմավորելու։ Եթե դու դուրս չգար ինձ դիմավորելու, ամբողջ քո ընտանիքը տղամարդը չէր մնա։ Իր խոհեմությունը կարողացավ կանգնեցնել Աստծո Դավիթի բարկությունը։ Այդպես էլ ընտանիքում ես խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ Այն կանայք, այն տղամարդիկ, այն երեխաները, որոնք ունեն խոհեմություն, համեստություն, այնտեղ շատ օրհնություններ կան, շատ ողորմություն կա, որտեղ դրա մեջ է խաղաղությունը եւ քաղցրությունը։ Երկրորդ մասը, երբ որ Նաբաղին Աստված պատժեց, Դավիթ իր զինվորներին ուղարկեց, որպեսզի Աբիգյան իրեն կին դառնա։ Նա հարուստ կին էր, բայց գիտեք ինչ պատասխանեց իր զինվորներին,
ասեց ես միայն արժանի կլինեմ գամ Դավիթի տանը եւ իր ծառաներին ոտքերը լվանալու եւ ստրկություն անելու, որ հարուստ կին այդպիսի խոսքեր կասել, իրանց ոտքերը լվանալու եւ ստրկություն անելու, այդ դրան պատրաստ եմ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, մենք գիտենք, որ Տեր Հիսուսը մեզ համար թողել է մի գերագույն վառ օրինակ։ Նա ինքն ասեց, եկեք ինձանից սովորեք, ես հեզ եմ սրտով խոնարհ։ Եղբայրներ, քույրեր, դուք գիտեք, որ մարգարեությունը կատարվավ գրված է, ով Սիոնի աղջիկ, ով Սիոնի, ահա քո թագավորդ կգա։ Ինչով է գալիս թագավորը։ Ավանակի վրա նստած։ Ավանակի վրա ովքեր էին նստում։ Ու ավանակի վրա հարուստները չէին նստում, ավանակի վրա թագավորները չէին նստում։ Ժամանակ ձիեր կային։ Հեզ եւ ավանակի վրա նստած։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, վիտարկիր է։ Երբ որ սովորաբար Սատուս Սունտարսինգը լսած կրնեք, հնդիկ եղել առաքյալ 20-րդ դարի։ Տեր իր միջոցով շատ գործեր արել։ Շատ մարդիկ են ապաշխարել, հրաշքներ եղել։ Եվ սատանա մոտենում է իրան, որպեսզի հպարտացնի, կարողանա բարձրացնել։ Հպարտ մարդուն հոգին իրան ներսիդին ուղիղ չի։ Իսկ խոնարհու մեջ գանձեր են բնակվում, որ քո մասին այդպես են ասում Սատու, դու այդպեսի գործեր արեցիր, այսպես Սուրբ Հոգին խոնարհների միջոցով գործում է միշտ ու պետք է գործի։ Տալիս իմաստություն, զորություն հաղթարելու սատանայի բոլոր որոգայթները։ Ապատասխանում է Սատան ասма, երբ որ Տեր Հիսուս ավանակով Երուսաղեմ էր մտնում, այն հանդեսները, որը գցում էին, գետնի վրա էին գցում, այն ժամանակ ասֆալտ չկար, փոշի էր, արմավիները գցում էին, բայց Տերը ավանակի վրա էր նստած, նրա ոտքերը չէին կպնում, ավանակի ոտքերն էին տրորում այդ հանդեսները, արմավիները, ասում է երբևիցե ավանակի մտքով կանցներ, որ տեսեք, այդ բոլորը ինձ համար են անում այդ բոլորը, երբեք այդպեսի բան չէր կարող մտածել։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ինչքան եղել են հավատացյալներ հպարտության պատճառով ընկել են, իսկ խոնարհության մեջ չեն ընկնում։ Խոնարհության մեջ Աստծուն քաղցրություն են վայելում։ Եթե մենք նայում ենք, տեսեք Սուրբ Գիրքն ինչ ասում, ինձ համար եւ ձեզ համար, ուզում եմ կարդալ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Ուստի եթե Քրիստոսով մխիթարություն մկա, եթե սիրո սփոփանք մը, եթե հոգի հաղորդությունը, եթե գտությունը ողորմությունը, իմ ուրախությունս դուք լեցուցեք, նույն խորհուրդը ունեցեք, միևնույն սերը ձեր մեջ ունենալով, մեկ շունչ, մեկ մտածմունք, բան մը գրգռությունով կամ սնապարծությունով մի ենեք, հապա խոնարհությունով, բան մը գրգռությունով կամ սնապարծությունով մի ենեք, հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձեն լավ սեպեցեք։ Բոլորը մարգարիտներ են, միայն անձելու շահը մի նայեք, հապա ամեն մեկը իր ընկերինալ։ 5-րդ խոսքը ուշադիր եղեք։ Ձեզ մե ինձ վերաբերում եւ ձեզ մե ամեն մեկը, չասում 20%, 30%, 50%, ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Տեսեք ինչ ասում, որ Աստծո կերպարանքը ունենալով հապշտակությունը ծեփեց Աստծո հավասար լինելը, հապա անձը ունայնացրեց։ Եղբայրներ, քույրեր, հապա անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդոց նման լինելով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով, ինքը զինքն խոնարեցրեց, միջև մահվան հնազանդ եղավ, այն ալ խաչի մահվանը։ Հիմա տեսնենք ինչ կատարվեց։ Ու Աստված զանիկա խիստ բարձրացրեց ու անունը տվավ, որ ամեն անուն է վեր է։ Տեսեք գրված է, ինքն իրան խոնարհացրեց, այդ ժամանակ Աստված իրան բարձրացրեց։ Ինչի համար է գրված Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որ ինքը ժամանակին ձեզ բարձրացնի։ Ինքը ժամանակին ձեզ պետք է բարձրացնի, ինձ եւ ձեզ։ Եթե մենք սովորաբար սովորենք Քրիստոսից այդ խոնարհությունը, հեզությունը,
Ինչքան ընտանիքներ քայքայվել են դրա պատճառով, որ չեն ունեցել, որտեղ չի եղել խոնարհություն, չի եղել համեստություն, չի եղել խոհեմություն, չի եղել դրանք։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, բոլոր դարերում Աստված օգտագործել նրանց, օրհնել է նրանց, որոնք որ սովորաբար խոհեմ մարդիկ են եղել, խոնարհ են եղել։ Հիշում եք, երբ որ Իսահակի համար, որ Աբրահամն ասեց գնա իմ երկիր այնտեղից, որպեսզի հարց բերես։ Հիշում եք այդ պահը։ Հետարքել է ջրորի մոտ էր։ Մեկ ուրիշ լեր կասել էսիա։ Հենա այնտեղ բանել կա վերցեք համար ջուր խմի։ Ասեց կայնի փորձեմ, աղոտ կարեց։ Կայնիս առաջի եկած կույս աղջկան փորձեմ։ Ասեմ ինձ ջուր կարող ես տալ։ Ասեց ոչ թե միայն քեզ կտամ, քո ուխտերիդ էլ կխմցնեմ։ Հարց եմ ուզում տալ, ուխտերին հետ կխմցնել է հեշտ էր։ Ուխտը որ մի բաժակ չէր վերցնի։ Այդքան ուխտերին խմեցնելը համեստ մարդիկ, խոնարհ մարդիկ միշտ էլ լսող են։ Այսօր ընտանիքներն են քայքայվում, որտեղ չկա այդ բանը։ Ամեն մեկ իր արտարություն է պաշտպանում, իր եսն է առաջ տանում, այդպես էլ առաջանում են խնդիրներ եւ դժվարություններ։ Ես մի հատ խնդրվածք ունեմ, առօրյա կյանքի համար եմ ասում։ Եկեք հələ փորձեք համբերեք։ Տիրոջից խնդրեք իմաստություն, համբերություն, խոնարհություն եւ կզգաք այնքան բաներ կշահեք։ Այնքան բան կշահեք, այնքան օգուտ կունենաք։ Բայց որ հանգարց որ չեք ունենում, մի փոքր բանից առաջանում են մեծ խնդիրներ։ Մեծ խնդիրներ, միջև վերջ համբերիր, սիրով տար, համբերիր, քաղցր խոսիր։ Մենք արտացինք ինչքան գեղեցիկ խոսքեր են, ամեն մեկս այդ միտքը թող ունենանք։ Մի բան գրգռությունով, սնապարտությունով մի անեք, խոնարհությունով ձեզանից բարձր համարեք։ Այդպես եղել հաջողությունը հոգևորների կյանքում, եղբայրներ, քույրեր, թող Աստված փառավոր լինի, որպեսզի մենք կարողանանք համբերել։ Համբերության մեջ է ամեն ինչը։ Տեսեք, ունակ մի հատ եղբայր գնում է որպեսզի մի եղբոր դիմավորի օդանավակայանում։ Իջում է ուժեղ անձև է գալիս, իշում տեսնում է չոտքերը չկան։ Մեքենայի չոտքերը գողացել են։ Հետարքերը միտք է գալիս, չէ՞։ Միտք է գալիս, լավ միտք չի կարող գալ այդ պահին, որ ասա Աստվածան այդ մարդուն պատժի, կավում եկել հոգևոր կյանքի մեջ թույլ լինեն, կարող է մի հատ վատ խոսքեր ասեն, անիծք խոսքեր, որ Աստված վերջերջով ով որ տարել է, թող եսի ինչեր լինի։ Բայց այդ եղբայրը արթուն էր, ասում է Տեր ջան, ով որ տարել է, թող այդ տանողին Աստված դու օրհնի իրան։ Ինչ որ ասում անիծողին օրհնի, թող օրհնությունը թող լինի։ Դե մտածում է որ պիտի դիմավորի, գնա դիմավորելու, ասում է գոնեն 5 չոտքերը կանի գնամ գտնեմ, 5 չոտքերը տնեմ մեքենայի, որ գնամ։ Բարձրանում է մանա գալիս, տղան ասում է պապ ջան, այդ ինչ ես ման գալիս խառնված ես, շտապում ես, դու ասում է այս խառ ժամանակ ընդեղ էլ հիմա եղբայրին սպասում ես, ուժեղ անձև է գալիս, տեսնեմ չոտքերը գողացել եմ։ Ասում է պապ ջան, դա ես եմ անել, որ չգողանան։ Գողությունները շատ է եղել։ Ես եմ անել, որ չգողանան։ Ինչ կլիներ, եթե վատ բաներ ասեր։ Եղբայրներ, քույրեր, Աստված թողնի մեզի, թող մեզ տա խոնարհություն։ Ես շատ եմ աղոթում, չգիտեմ դուք աղոթք եք անում, թե պարգևների համար շատ եք աղոթում, քանստե խոնարհության։ Եկեք մենք այդ շնորհք Աստծուց շատ խնդրենք։ Հաճախ ասում եմ, Տեր, դու ասել ես ախր, դու արդեն ասել ես, եկեք ինձանից սովորեք, ես էլ գալիս եմ, Իսուս ջան, ես էլ եմ եկեք ոտքերի մոտ, ինչ կլինի։ Դու ինքան շատ ունես, ամբողջ աշխարհին դες խոնարհություն չի պակասում, որտեղ քո գետը լիքն է ջրով։ Օվկիանոս է ամեն բան քո մոտ։ Շատ է, երբեք չի պակասում։ Ես դրա կարիք ունեմ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, բոլոր դարերում Աստված իր փառք հայտնել է, երբ որ սովորաբար ինչ եղել։ Ինչպես եղբայրը կարտած հիշում եք, Սաղմոս 51:16 գրված է, չէ՞, 51:16 Աստծո զոհը կոտրած ու խոնարհ հոգին է։ Դու երբեք չես անարգի։ Երբեք դու չես մերժի, չես անարգի։ Աստծո զոհը կոտրած ու խոնարհ հոգին է։ Եղբայրներ, քույրեր, ասում է Տիրոջ ճանապարհները շիտակ են։ Տիրոջ ճանապարհները ուղիղ են։ Արտարները, խոյեմները դրա մեջ պիտի քայլեն, բայց մեղավորները պիտի գլորեն։ Նրանք չեն կարող քայլել։ Սա է Տիրոջ ճանապարհը։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջ ճանապարհը նեղ ճանապարհ է։ Համեստ ճանապարհ է։ Շատ անգամ օրինակ եմ բերում, անկեղծ եմ ասում, իրոք որ համեստությունը լավ է, հավատացյալների համար եմ ասում, աշխարհի մարդկանց համար չեմ ասում։ Գիտեք, ինչ որ անում եք համեստ արեք։
Ուրիշի մի զարմացրեք։ Ինչքան դեպքեր կան, ինչքան ճոխություններ կան այսօր։ Լիմուզինով մեծ հարսանիքներ են անում, մի կարճ ժամանակ դու տեսնում ես հարսա ժիգուլով փախնում տուն է գալիս, վեշեր հավաքած։ Կարճ ժամանակ է տևում։ Եղբայրներ, քույրեր, Աստված պահի։ Ինչ որ Տիրոջը պետք է փառչի բերի։ Տիրոջ անունը չի բարձրացնի։ Եկեք մենք դա մերժենք, ընտրենք խոնարհ ճանապարհը, համբերության ճանապարհը, հեզության ճանապարհը։ Այո, Տերը հեզերի հետ է։ Գրվածը Տերը նայում է եւ տեսնում է հեզերին եւ նրանց օրհնում է։ Տերը շատ բանի մեծ սովորացնում է։ Մի բան էլ ձեզ ասեմ։ Գիտեք ինչ, հեզություն այնպես միանգամից չի գալիս, Տերը ճանապարհով անցկացնում։ Նեղություններով, դժվարություններով պատրաստում է։ Եղբայրներ կա մեկ ասում են աղբեր ջան, ես ամուսնանում եք խնդիրներ կա, նորից եմ ասում, ընտանեկան մանավանդ ծնողները որ հավատացյալ չեն։ Այ եղբայր ջան ասում եմ, հələ դու մի շաբաթը թե ունակ մի ամիսը երկու ամիս չես կարող համբերել։ Բա Հակոբը ամեն մի կնոջ համար 7 տարի ծառայեց։ 7 ամիս էլ չես կարող մի քիչ համբերել, 7 տարի չենք ասում։ Համբերել է պետք, դրա մեջ էլ պետք է փորձվես։ Տեսնելու քո համբերությունը, քո սերը, քո հավատարմությունը։ Տիրոջով համբերենք միջի վերջ։ Ովքեր որ հեզությամբ են գնում, համբերությամբ են գնում, տանիքում խաղաղություն է, օրհնություն է։ Մովսեսի քուրը դուրս եկավ Մովսեսի դեմը։ Իա, մենակ Աստված քեզ հետ է խոսում, ձեդ էլ գործոն նայ հաշվի առանձի։ Եվ մեղադրեց, որ Եթոպացի կիներ արել, այդքան տարի այդ կին արել էր, երեխա ուներ արդեն։ Այդ ոնց է ժամանակ չմեղադրեցին, բայց որ մարդը մեծամտանում է, արդեն սկսում է մեղադրանքներ բերել։ Մովսեսը ձեն չանեց, հիշում եք, բայց Աստված չլռեց։ Մովսեսը լռեց, բայց Աստված ինչ արեց 7 օր բորոտությամբ խփեց, որպեսզի Մայրամը սովորի ցածրանալ, սովորի մեծ շփրտել։ Եղբայրներ, քույրեր, Աստված թողնի մեզ։ Եկեք միշտ դրա համար աղոթ կանենք։ Ունենք այդ պակասությունը, թե ընդհանրապես կարիք չունենք մենք։ Եղբայրներ, քույրեր, եկեք իրոք որ Տեր Հիսուսից սովորենք։ Տեր Հիսուսից սովորենք, որ Տերը պատրաստել շնորհքը մեզի փառքեվել։ Եվ դրա մեջ մեծ գանձեր կան, մեծ օրհնություններ կան, մեծ ուրախություն կա, եղբայրներ, քույրեր, այնպիսի ուրախություն կա։ Հեզության եւ խաղաղության մեջ մեծ օրհնություն կա։ Գանք Տիրոջ առջև մեզ սիրտը բացենք։ Հատուկ այս համար խնդրենք մնացած արդեն հոգսերի համար հարուտ եղբայրը կաղոթի։ Ես ուզում եմ այս հոգսի համար խնդրեմ, ես ինձ համար, դուք էլ ձեզ համար բոլորս միասին խնդրենք Աստված ջան։ Ինքան աղքատ ենք դրանից, աղքատ պակասավոր ենք։ Բայց դու խոստացել ես, դու ես ասել Տեր Հիսուս ջան, քո խոսքը ճշմարտություն է, քո խոսքը այո է եւ ոչ չի։